Ձեզ ինչու է ներվան ելույթ ունեցել խորհրդարանում Փաշինյանը։ Որտեվ ինքը ի սկզբանե ներվային եղել է ու ներվային էլ կլինի, այս ազգը կոտորվեց իր ձեռը։ Չէ, չկա տեղ բան չկա։ Ես չեմ էլ լսել։ Չեք լսել։ Ինչի հետաքրքիր։ Չեմ տեսել, կներեք։ Ազիջան, դու գնացեք իրան հարցրեք։ Գիժա։ Որտեղ գիժա, ոչ կան հիվանդա։ Այդքան բան կասեն։ Հոգեբաներին հարցը որտեղ հոգեբաներին հստակ կասեն պատասխանը։ ինքը հոգեկան մեջ շեղումներ ունի, ինքը երկրի ղեկավարը չի կարելի այդ ձև իրան դրսևորի։ Ես չեմ հասկանում, աշխարհում չկա տես մի երկիր, որ ղեկավարը հենց իմն է երկրի ղեկավարը, իրան այդ ձև դրսևորի։ Եթե ներվային ես, գնա հանգստացի նոր արի ելույթ ունեցի, եթե ոչ, կոռեկտ։ Մեր խորհրդարանը դարել է բիսեդկայի մակարդակի խորհրդարան։ Ամաչում ենք, աշխարհում եք դա ամոթ է, աբսուրդ է, չի կարելի երկրի խորհրդարանը ոնց որ բիսեդկում նստած թեմա անես։ Մեր մեկը մեկին ասում է դու դեղ ես խմել եկել ես, դու ագրեսիվ ես։ Իրար ինչ ասես, դա աբսուրդ է, ամոթ է, մեր երկրի ամոթ է, մեր հասարակության ամոթ է։ Ես աշխարհում տենց երկիր չեմ տեսել, այդպես կառավարություն չկա, որ այդ ձևի լպիրջ այլասերված բավազք ունի։ Սա մեր բոլորիս ամոթ է։ Ըստ ձեզ ինչու է ներվան ելույթ ունեցել խորհրդարանում Փաշինյանը։ Փաշինյանը։ Ներվային ելույթ ունեցել։ Ներվային ելույթ ունեցել։ Պապը լիվ անցկացրել է։ Ունեցել է, ճիշտ ասած չեմ տեսել, չեմ նայել։ Եվ ջղայնացել է էլի մարդը։ Կարա տենց էլ լինի։ Չեմ կարող հասեմ։ Չգիտեմ։ Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Չեմ կարող ասի ոչ մի բան, ինչի է ելույթ ունեցել ներվային ասեն։ Չեմ կարող։ Մակարդակը երեք չի անում, բալես։ Կիրթ մարդը մամաս մի լավ խոսք ուներ, ասում էր գիտունին գերի եղել, անգետին սիրելի մի եղել, որովհետև անգետը ոչ քեզ կգնահատի մեռնեմ ջան, ոչ է կհասկանա քո մտածելա, որովհետև ինքը կրթություն չունի, գրագիտություն չունի։ Այդ դրա համար էլ անգրագետ մարդից ինչ ես ուզում։ Վնասից բացի նա օգուտ երբեք չի տա։ Երբեք